Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանն ամեն ընտրության մասնակցել է 4 թեզերով տարբեր, սկզբում թալանի վերադարձ էր, արդարության հաստատում էր, տնտեսական հեղափոխություն էր, խաղաղության դարաշրջան էր։ Մենք տեսանք, որ այդ ոչ մեկ իրականում կյանքի չկոչվեց, տեղի չունեցավ։ Հիմա այս ընտրություններին էլի ըստ երևույթին մասնակցել են թալանի վերադարձ թեզով։ Ես խնդրում եմ ձեր գնահատականը, սրանք երբ որքանով է իրատեսական, հաշվի առնելով որքանով է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊԻ տեսանկյունից, որտեղ մենք տեսնում ենք մշտական կոռուպցիոն դրսևորումներ, մենք տեսնում ենք անիվ, մենք տեսնում ենք քաղաքացիական պայմանագրի այսպես կոչված դրամահավաքներ եւ բազմամիլիոնանոց փոխանցումներ շատ կասկածելի, մենք տեսնում ենք կնոջ հիմնադրամը եւ այս պարագայում եկել թալանի մասին խոսակցություն ու այդ թեզով գնալ ընտրությունների։ Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 18 թվականի։ Ինչ էր ասում։ Ասում էր մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս սա բարիկները տանում են, ձեզ փայ չեր անցնում, մենք այդ թալանացը կվերցնենք, կբերենք ձեզ կբաժակենք, բայց մենք ունենք փայլուն ժողովուրդ։ 7 տարի անց ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծուլ եք, փնթի եք, վախկոտ եք, 13,000 դեզերտիր։ Սա չէ։ 18 թվականի թեզերը եւ հիմիկվա թեզերը։ Եվ կոպիտ ասած կրթելու, լվալու կարիք կա այս ժողովրդին եւ կնոջ հետ լծվել են այդ գործին։ Ինչ է հիմա սա ասում։ Որտեղ ժողովրդի կյանքը չլավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա։ Հիմա ինչ ես։ Կամ պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դարել համար 1, կամ այլևս 18 թվականի փայլուն ժողովուրդ եւ այլևս չի աշխատի։ Իսկ քանի որ հետո այսօրվա իշխանությունը ուղղակի վարպետ է։ Բոլոր մեղքերը գցել են ինչ-որ մեկի վրա։ Ուղղակի վարպետ են, չեմպիոն են։ Սենց բանկ ասացված կա, ասում է խելոք մարդիկ դժվար իրավիճակում լուծումներ են փնտրում, իսկ ապուշները մեղավորներ։ Հիմա մենք առերեսվել ենք նման վիճակի հետ։ Հիմա կոռուպցիայի մասին։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում։ Սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Ունեք անիֆի բանը դուք հիշատակեցիք։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով։ Հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ընկեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, 2 ամիս այդ փողը անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ Գիտեք չէ՞ ով է Դեվիդ Կոպերֆիլդը։ Այդ որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորչում, ու անհետացել է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ գործում, իսկապես նոր խոսք։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ եւ երկիրը սարքել են sense կոռուպցիայի դրախտ։ Հիմա այդ մեկ օրինակն է, բայց լավ, սա նորացել է, հիմնադրամ համայնքական 100 միլիոն դոլար հիմնադրամից փոխանցվել է բյուջե եւ անհետացել։ Ո՞ր անհետացել է։ Արցանցային ես մասնակցել եմ այդ նիստի այն ժամանակ ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ասում հաշվետվություն բունը պիտի ներկայացնում։ Ուր է գնացել այդ փողը։ Ասում էր ում պետք էր, ինչի համար պետք էր ծախսել ենք, վերջ։ Հետո ինչ որ թղթեր տվել են, չեն տվել, չգիտեմ, բայց պատասխանը սա էր։ Թուղթեր 100 միլիոն դոլարը եկել եւ անհետացել է։ Բազմաթիվ այլ օրինակներ։ Այդ մանկապարտեզի դեպքերը, որ գնում են այդ սա մանկական խաղեր է։
Ինչ որ չինարար մի քիչ ցեմենտալ բողանը, մի քիչ արմատուրա, մի քիչ բան, որ թաղապետը մի քիչ փող ունենա, եվրոօպտիմիստն էլ փոխանցի իր տիրոջ։ Հիմա բայց սա համեմատության այն մյուս հարացների հետ սա ինձ մանկական ինչ որ բան է, չայևոյ է կոպիտ ասած։ Կոռուպցիոն դաշտի չայևոյն է։ Որ սենց փայ ասում ուրիշներին։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 միլիոն դոլար կարա ցնդի ուղղակի եւ առաջի դեմքը դրա հետ առնչություն չունենա։ Նական հարցը սա է, քանի տոկոսն է գնացել այդ օֆիսին եւ քանի տոկոսն է գնացել շեֆին։ Ես մի քիչ այլ փորձեմ նայեք լայն ավելի այս հարցին նայել։ Պարտք ավելացրել են 7 միլիարդ դոլարով։ Հարին 1 միլիարդ մտավորապես։ Հիմա առարկայական ինչ են արել այդ 7 միլիարդով, որ մենք ցած գնանք նայենք տեսնենք, հա։ Ասենք այս այա կառուցվել, սա է կառուցվել, սա է կառուցվել, բան չկա։ Ասֆալտ մի քիչ։ Այդ էլ ամեն տարի իմ ժամանակ ասֆալտ որ անում են, հետո ռեմոնտը 8 տարի հետո պիտի լինի, նորմատիվը սա է։ Հիմա մեր ժողովուրդը սովորել է արդեն երևի գիտի թե ամեն տարի պիտի ռեմոնտ անես այդ ասֆալտ։ Հիմա նայեք։ Ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա։ Կրկորյանի Լինսի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար։ Դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է։ Մոտ 30 անգամ։ Հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ արվել 230 միլիոն դոլարով։ Օրինակ Երևանում թատրոններն են վերամրոքվել, Սաց օպերայի եւ ֆիլհարմոնիկ եւ մյուս թատրոններ, թանգարաններն են կապիտալ վերանորոգվել։ Մի այդ Սարալանջի ճանապարհ ամբողջությամբ նոր ճանապարհ թունել է, հրապարակի տեսքն է վերափոխ։ Մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է։ Դրան գումարենք Գյումրի, Թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը, լիքը բաներ։ Արդեն չեմ էլ կարող այդ հիշողության բազած չի երիքում սենց բաներ, այդ ծավալը այդ ամբողջը հիշը։ Ամեն քայլափոխը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել։ Հիմա 30 անգամ շատ փողով ինչ հնարել։ Հարց չի առաջանում։ Սա այն որ ասում կոռուպցիոն մտքի թռիչք եղավ։ Ուրիշ ծավալների, ուրիշ դաշտի մեջ են մտել, սենց դիեզերական ինչ որ բաներ։ Սենց որ նայում ես, ասում ես ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ 7 միլիարդից առնվազն 2 միլիարդը փոշիացել, ողջի կորել։ Առնվազն 2 միլիարդ։ Եվ իմ հետևությունը սա, ես հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ես իրենից մի 10 անգամ, 15 անգամ չգիտեմ որտեղ է, նույնիսկ ասում դաժե обидно։ Այսօր սա հիմա թող ուրիշ բան ապացուցեն, թող ցույց տանք ինչ են։ Եվ այս ամենը բացահայտվելու է 1 տարի հետո։ 2-ից 4 ամիս ժամանակ է պետք լինելու, որ շոու դառնա ուրիշ է։ Սա ժողովուրդը կարա պոպկորնով նայի եւ հիանա, ազնի եւ հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով է սարնել։ Սա փաստերն է։ Եվ վերլուծությունը եւ համեմատականները։ Երևանը փոքր քաղաք, այնց մեծ չի, Հայաստանի համար մեծ է։ Դուք չեք լսել ինչ արժի շինթույլտվություն։ Սա լսել։ Հիմա մի անձրևա գալիս քաղաքը բանա Վենեցիկն է դառնում։ Okay էքսրա հետ։ Եվ հիմնականում այդ անիֆի այդ հարաշքը անողը հիմա Երևանում է հարաշկել գործում։ Մեր ժողովուրդը okay է դա։ Ինչ է։ Անկամ կուսակցությանը արված դրամահավաքի շատ կասկածելի դեպքերով, որ քրեական գործեր էլ կարծես թե տեղից չշարժվեցին, չեղան, ասացին
դատախազությունը աչք փակեց այդ ամենի վրա, այսինքն այդ կոռուպցիան արդեն կուսակցական մակարդակ կոռուպցիան համատարած դրսևորում։ Բայց հիմա ինչի են աշխուժացրել այդ թեման։ Իմ գույքի թեմա, չէ։ Սենց են նկարում, հետո ձախից աջ են նկարում, աջից ձախ են նկարում, դու վերևից ներքև, ներքևից վերև, բայց բովանդակությունը մնում է, հեքիաթային պատմություններ։ Հետո օդից են նկարում, դրոն են բարձրացնում, հետո ինչ որ ում հետ ինչ կապ ունեն, փորձում են իմանոնս, ինչ ուրիշի համար հաղորդում են պատրաստում, դատախազությունը մեկնաբանում է, ուրիշի մասին է, ուրիշի քրեական գործի մասին է, կեսի մասին է։ Որ կապ չունեմ այդ քրեական գործի հետ, նույնիսկ վկա չէ։ Մասա։